Գումարային հարցերի շուրջ ծագած հերթական վեճն այս անգամ ավարտվել է ծայրահեղ ծանր հանցագործությամբ։ Միջադեպը, որը սկզբնապես կրել է խուլիգանական բնույթ, կարճ ժամանակում վերաճել է բռնության, կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծելով։ Վեճի ընթացքում մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա եւ հրկիզել նրան, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է։ Սպանության փորձի հատկանիշներով գործը փոխանցվել է դատախազություն մեղադրական եզրակացությամբ։ Տուժածի առողջական վիճակի եւ հանցագործության շարժառիթների վերաբերյալ մանրամասները դեռևս չեն հրապարակվում նախաքննության շահերից ելնելով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք գումարային հարցերի շուրջ ունեցած վիճաբանության հետ կապված մեկնել են 30-ամյա բնակչի տուն, որտեղ վերջինիս հասցեին հնչեցրել են հայհոյանքներ։ Հենց այդ ժամանակ 30-ամյա բնակիչը նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն բենզին է լցրել խմբի անդամներից մեկի վրա եւ կրակայրիչի միջոցով այրել նրան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն զենքի գործադրմամբ խուլիգանություն, քանի որ ստացված տվյալների մասնակիցների մոտ վիճաբանության առկա է եղել զենք, այնուհետև քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ կատարվել է փոփոխություն եւ նրանում ներառվել է նաեւ Քրեական օրենսգրքի 44-րդ 155-րդ հոդվածի առաջին մասը, այսինքն սպանության փորձի հատկանիշներով։ Քննչական վարույթային եւ ապացուցողական մի շարք միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքին միջամտել են մի շարք այլ անձինք, որոնց ինքնությունները դեռևս պարզված չեն, սակայն հենց նրանց միջամտության արդյունքում հնարավոր է եղել կասեցնել բռնկված կրակը եւ զերծ պահել տուժողին մարմնական ավելի լուրջ վնասվածքներ ստանալուց։ 2025 թվականի օգոստոսի 21-ին քրեական վարույթը քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստացվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, որտեղ եւ կատարվել է քննչական եւ վարույթային գործողություններ եւ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում քրեական վարույթով պարզվել եւ հիմնավորվել է, որ 2025 թվականի փետրվար ամսին համայնքի վերնշված 30-ամյա բնակիչը ավտոպայեստամաս է վաճառել Արմավիր քաղաքի մի բնակչի, ով գումարի որոշ մասը նույն ամսվա վերջ 40-ամյա բնակչի միջոցով պետք է փոխանցեր 30-ամյա բնակչին, նույն համայնքի բնակչին, սակայն 40-ամյա բնակիչը տևական ժամանակ հիշյալ գումարը չի վերադարձել 30-ամյա բնակչին, ինչի հետևանքով 2025 թվականի մայիսի 8-ին 30 եւ 40-ամյա բնակիչները հեռախոսազրույց են ունենում նշված թեմայի վերաբերյալ, որը վերածվում է վիճաբանության։ Այնուհետև 2025 թվականի մայիսի 9-ին գիշերը 01:30-ի սահմաններում 40-ամյա բնակիչը քննությամբ չպարզված եւս 4 անձի հետ միասին ժամանում է 30-ամյա բնակչի տուն, որտեղ տան դիմաց առկա ավտոտնակում է գտնվում տվյալ պահին 30-ամյա բնակիչը եւ փորձում մուտք գործել ավտոտնակ։ Այդ պահին 30-ամյա բնակիչը իր ձեռքին առկա պլաստմասե տարայվ առկա շիշը, որի մեջ առկա է եղել դյուրավառ նյութ, 40-ամյա բնակչին կյանքի զրկել ուղղակի դիտավորությամբ լցրել է 40-ամյա բնակչի մարմնի վրա եւ կրակայրիչի միջոցով այրել նրան, սակայն դիտավորության մեջ ընդգրկված արարքը ավարտին չի հասցվել, քանի որ 40-ամյա բնակչի հետ եկած անձիկ, չպարզված անձիկ հնարավորություն են ունեցել հանգցնել կրակը։ Դեպքի առթիվ իրականացված ապացուցողական եւ վարույթային գործողությունների արդյունքում 30-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով սպանության փորձի հատկանիշներով։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2025 թվականի նոյեմբերի 3-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 30-ամյա բնակչի նկատմամբ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Այնուհետև նույն օրը հսկող դատախազը որոշում է կայացրել 30-ամյա բնակչի նկատմամբ նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նույն օրը վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 30-ամյա բնակչին արդեն մեղադրյալ դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է հետաքննության մարմնին։ Դրանից հետո հետաքննության մարմինը ձերբակալել է նշված անձին
եւ ներկայացրել վարույթ իրականացնող մարմին։ Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան մեղադրյալի նկատմամբ կալանք որպես խափան միջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը քննարկվել է դատարանի կողմից եւ բավարարվել է մասնակի մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը եւ գրավը 5 միլիոն դրամի չափով, որը մեղադրյալի կողմից ամբողջությամբ մուծվել է։ Այնուհետև ընդհանուր վարույթից սպանության փորձի հատկանիշներով իրականացվող վարույթը անջատվել է եւ վարույթ իրականացնող մարմինը գնահատելով քրեական վարույթով ստացված ապացույցները եւ հավանական համարելով մեղադրյալին մեղսագրվող արարքում նրա հավանական դատապարտումը իրավասու դատարանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կազմել է մեղադրական եզրակացություն եւ վարույթի նյութերի հետ միասին ներկայացրել հսկող դատախազին դատարան ուղարկելու համար։ Հարկ է նշել, որ իրավապահների գնահատմամբ նման գործերը դասվում են հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող հանցագործությունների շարքին, քանի որ բենզինի կիրառման բռնությունը կարող է հանգեցնել մահվան, անկախ մեղավորի կանխամտածվածության աստիճանից։ Սպանության փորձի եւ խուլիգանության գործերին զուգահեռ քննությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես կարող է կենցաղային կամ փողոցային վեճը վերածվել կյանքի դեմ ուղղված ծանր հանցագործության։ Վերջնական իրավական գնահատականը կտրվի դատարանում, իսկ մենք կհետևենք հետագա զարգացումներին։